Աստվածաշնչի գրքերից, որն ամենա ազդեցիկը ասեմ, ինչ կարծեմ շատերը հայտնությունը կասեն, մի տեսանկյունն եմ ուզում ասեմ։ Ամենից ցայտուն հայտնությունն է ցույց տալի մեր արժեքը։ Իմ հասկացածի հիման վրա ասեմ, մարդկությունը ապրում է մեր շնորհիվ։ Մեր շնորհիվ էս իմաստով, ոչ թե մենք ենք աշխատում պահում իրանց, չէ, այլ մարդկությունը հասել էր կործանման եզրին, Հիսուսը հանձն առավ շարունակի մարդկության ապրելը, որպեսզի իր եկեղեցին հավաքի, որպեսզի մենք լինենք։ Եթե սրանց 2000 տարի առաջ մարդկությունը կործանվեր, մենք չկայինք։ Որպեսզի այսօր մենք լինենք, դրա համար Հիսուսը հանձն առավ, որ մարդկությունը դեռ ապրի, որ իր եկեղեցին հիմնի։ Ես տենց եմ հասկացել հիմնականում հայտնությունից, որ այն գիրքը վերցրեց հոր ձեռքից, առաջի կնիկը քանդեց, եկեղեցու ժամանակահատվածը տվեց, եկեղեցու ժամանակաշրջանը։ Եվ մինչև հիմա եկեղեցու ժամանակաշրջանն է, այսինքն ողջ երկնքի ուշադրությունը եկեղեցու վրա է։ Դե իհարկե, մյուս մարդիկ էլ պիտի լինեն, որտեղ այդ մարդկանց մեջից է ընտրում եկեղեցին։ Մենք մի ժամանակ այդ մյուս մարդիկն էինք, այսօր եկեղեցու մեջ ենք։ Եվ մեր նման դեռ էլի մարդիկ կան, որ մտնելու են եկեղեցու մեջ։ Բայց այս ժամանակահատվածը եկեղեցու ժամանակահատվածն է։ Եվ անցած անգամ էլ դե հիշեցում այսի։ Եկեղեցու հաղթարշավն է, որ մինչև հիմա կա եւ մենք դրա շնորհիվ կանք։ Եվ շարունակենք այս տեսանկյունով, այս մտքով։ Նաեւ քանի որ այդ փողերի հնչելունել ենք հասել, 6 փողը արդեն հնչեցրել ենք, 6 չէ, այլ 6 հնչեցրել ենք, ճիշտ է։ 6 կնիկը քանդել ենք, չէ 7-ն էլ, 6 փողը հնչեցրել ենք։ Մի հատ 7-րդ կնիկի մասին էլի պիտի հիշեցում, մի հատ ասեմ։ Անցած անգամ ասել եմ։ Ասենք մի վեբ կարդում ես գրվածք, կա նախաբան, կա ամբողջ ընթացքը գրքի եւ կա վերջաբան։ Առաջի կնիկը նախաբանը չէր, ամբողջ ընթացքը սկսվեց, ես հավատում եմ վերջի կնիկը, 7-րդ կնիկը, որ քանդվեց, բացվեց, դա վերջաբանի ժամանակահատվածն էր։ Վերջաբան հասկանում եք, բայց մի հատ օրինակով ներկայացնենք, վերջաբանը ոնց եկեք պատկերացնենք։ Ասենք թե մի հատ ինքնաթիռի տոմս ես առե, 20 օր հետո, ասենք 20 օր առաջ ես առե, էլի, որ պետք է տեղ գնաս։ Ընդ որում ոչ թե գնալու ես հետ գաս, գնալու ես ընդեղ մնաս։ Ոմանք գնացել են Ամերիկային ապրեն բան։ Հիմա այդ առաջի 18 օրվա քո առօրյան ընթացքը ուրիշ է, վերջի օրվանը տարբեր առնելու։ Վերջի ես 2 օր մատերով 2 նշեցի, բերանով մի օր ասցի, 2-ն էլ ճիշտ են։ Ընդունում եք սա, որ երբ որ տեղ պետք է գնաս, վերջի օրվա քո օրվա ընթացքը գործունեությունը տարբեր ալնելու նախորդ բոլոր օրերի քո գործունեությունից։ Այդ վերջաբանն է։ Այդ վերջի օրը դու արդեն բոլոր ստեղի կապերը կտրում ես։ Բոլոր հարցերդ լուծում ես, բոլոր ճամպրուկներդ պետք է դասավորված լինեն եւ այլն եւ այլն։ Հիմա այս նույն ձևով մենք այդ օթանավով չէ, բայց ամպերով պետք է մեր օթանավը ամպն է հիմա։ Պետք է հափշտակվենք Տիրոջ առջև ելնելու։ Մեր արդեն վերջաբանն է, վերջի ժամանակներն են։ Հիմիկվա մեր գործունեությունը, ասենք հիմիկվա եկեղեցու գործունեությունը պետք է տարբերվի սրանից, ասենք մի քանի տասնյակ տարի առաջվա եկեղեցու գործունեությունից։ Հիմա մեր բոլոր կապերը պետք է կտրենք եւ այնտեղի կապերը հաստատենք։ Մեր տոմսերը պետք է ստուգենք, մեր պեչատները պետք է ստուգենք, ամեն բան տեղը լինի։ Ամեն ասում եք սրան, փառք Աստծուն։ Եվ հիմա, իսկ Աստված իր կողմից ինչ անում։ Այդ փողերի փչելը Աստծո կողմից արդեն մի բան։
Եկեք ընդունենք, որ ցավոք քնած քրիստոնյաներ կան կամ անապաշխարներ կան, որոնց Աստծո խոսքը հասել է, բայց չեն արթնանում։ Աստված ուզում է արթնացնի։ Աստված ուզում է արթնացնի իր ժողովրդին։ Ես հավատում վերջի օրերի արթնությանը։ Հավատում, որ վերջի օրերին արթնություն, մեծ արթնություն պիտի լինի։ Հափշտակվելուց առաջ մեծ արթնություն հասկանում եք, որ վերջապես պիտի ջոկվեն, որը պիտի գնա, որը պիտի մնա, որն Աստծո բաժինը, որը չէ։ Այդ մեծ արթնությունը ինչպես ալնելու։ Արթնությունը լինում է ինչպես, երևի շատ կկարդամ ես համարը։ Եսայի 26:16 Նեղության մեջ քեզ փնտրեցին, պատիժը գալուց աղաչանք արեցին։ Աստված գիտի մարդը տենց է, որպեսզի Աստծուն փնտրի մի հատ նեղություն է պետք տալ։ Ես սենց եմ հասկանում, մեր ջուր լեզու բզել են ասում։ Սա քանի որ Աստծո խոսքն, Աստված իր խոսքը իրականացնում է։ Աստված գիտի, որ որպեսզի արթնացնի, պետքա այս մարդկանց մի հատ նեղություն տա։ Պետքա մի բան անի, որ այս մարդիկ արթնանան։ Եվ այդ մի բանը ամեն մի փողի հնչել է, եւ փողերը կնիքների բացելը ժամանակահատված էր, փողերի փչելը ազդարարությունը։ Այսինքն բանը արդեն կատարում է։ Դուրս գալու ժամն է, ուտելու ժամն է, հանգստի ժամն է, ազդարարությունը։ Հիմա այդ ազդարարությունները ինչ որ չափ եղան։ Անհանգստություններ, ցավացնել, բանանել, նույնիսկ եղավ, որ 5 ամիս պիտի չարչարեն մարդկանց եւ Աստծո նպատակը մենակ սա է, որ մարդիկ ապաշխարեն, որ մարդիկ դարձի գան, մարդիկ ճանաչեն Աստծուն։ Էս է Աստծո նպատակը։ Այդ չարչարել բան բոլորը ոչ թե Աստված հավես անում, որ մարդկանց չարչարի, ոչ երբեք, ոչ մի ծնող իր երեխու չարչարանքին հավես չի անի, այլ Աստված ուզում է արթնացնի, ուզում է մարդկանց բերի ապաշխարության։ Դրա համար այս ամբողջ ընթացքը եղավ։ Եվ հիմա 10-րդ գլուխն ենք հասել, հայտնության 10-րդ գլուխը։ Կարդամ եւ տեսնենք։ Եվ տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակ, որ երկնքից ճիշտներ մի ամպ էր հագել եւ իր գլխի վրա ծիածան կար եւ իր երեսը արևի պես էր եւ իր ոտքերը կրակի սյուների պես, սա հասկացվում է, որ աստվածային երկնային հրեշտակ է, սատանա չի, սա աստվածային հրեշտակ է։ Իր ձեռքը մի գրքույկ ուներ բացված, իր աջ ոտքը ծովի վրա դրեց եւ ձախը ցամաքի վրա եւ մեծ ձայնով աղաղակեց առյուծի մռնչյունի պես, երբ աղաղակեց 7 որոտումներ իրենց ձայներով խոսեցան, երբ 7 որոտումները խոսեցան, ես պիտի գրեի, բայց երկնքից մի ձայն լսեցի, որ կասեր. «Կնքիր այդ բաները, որոնք 7 որոտումները խոսեցան, ու նրանց մի գրիր»։ Եվ այն հրեշտակը, որ ծովի վրա ու ցամաքի վրա կանգնած տեսա, իր աջ ձեռքը երկինք վերցրեց ու երթում արեց հավիտյանից հավիտենից կենդանի եղուղի վրա, որ ստեղծեց երկինք ու ինչ որ նրա մեջ է եւ երկիրը ինչ որ նրա մեջ է եւ ծովը ու ինչ որ նրա մեջ է, թե այլևս ժամանակ պիտի չլինի։ Հապա 7-րդ հրեշտակի ձայնի օրեր, երբ փող հնչեցնի, Աստծո խորհուրդը պիտի կատարվի, ինչպես իր ծառաներին, մարգարեներին ավետից տվեց։ Եվ այն ձայնը, որ երկնքից լսեցի, նորից խոսեց ինձ ու ասեց. Ստեղի բասում երկու բան ասեմ նոր։ Ես մի թարգմանություն կտա, մի քանի թարգմանություն, որ այս 6 համարի վերջում, որ երթում արեց հավիտյանից կենդանի եղուղի վրա, որ թե այլ ժամանակ պիտի չլինի։ Այդ թարգմանությունների մեջ գրված է, որ այլևս ուշացում չի լինի։ Մեկի մեջ գրած էր այլևս հապաղում չի լինի։ Ես էսի մոտարապես հասկացա այս օրինակով։ 5 տակարանում կա դեպքեր, որ ասենք մի թագավոր ինչ որ սխալ բաներ անում, Աստված որոշում է նրան պատիժ տա։ Մարգարեն գալի ասում է պատիժ տամ։ Բայց այդ թագավորը քուրձ ակնում, ապաշխարում է, Աստված ասում է լավ, պատիժը հետաձգում եմ իրանից հետո, իր օրերում չեմ անի։ Այսինքն Աստված այս բնավորություն ունի, պատիժ հետաձգի, կամ ինչ-որ մի բան հետաձգի։ Բայց այս հարցում, ասում է, էլ ուշացում չի լինելու, էլ հետաձգել չի լինելու, ինչ որ Աստված որոշել է պիտի լինի։ Ոչ ոք էլ չի կարող Աստծուն խանգարել, ոչ ոք չի կարող Աստծուն իր այդ մտադրությունից հետ կանգնեցնել։ Աստծո ասածը պիտի լինի։ Դե, որ պիտի լինում, ով կարա Աստծուն դեմ կանգնի։
Եվ անելու է այն, ինչ որ մարգարեների միջոցով ասեց, հիմնականում Եսայի, Դանիելի, Զաքարիայի, որոնք այս վերջի օրերի մասին շատ բաներ ունեն ասած։ Բայց մի քիչ շարունակենք, հետո մեկ-մեկ կգանք ստե կֆրանք։ Այն ձայնը, որ երկինքից լսեցի, նորից խոսեց ինձ ու ասեց. գնա առ այն բաց գրքույկը, որ ծովու ցամաքի վրա կայնող հրեշտակի ձեռքն է, ես էլ հրեշտակին գնացի ու ասեցի նրան, տուր ինձ այդ գրքույկը։ Նա էլ ասեց ինձ, առ սա ու կեր, եւ քո փորի մեջ դառնություն պիտի պատճառի, բայց բերնիդ մեջ մեղրի պես անուշ պիտի լինի։ Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից առա ու կերա, բերնից մեջ մեղրի պես անուշ էր, եւ ուտելուց հետո փորից մեջ դառնություն զգացի։ Եվ նա ասեց ինձ. պետք է որ դու նորեն մարգարեություն անես շատ ժողովուրդների եւ ազգերի ու լեզուների եւ թագավորների վրայով։ Ճիշտն ասած, այսքան տարի կարդացել էի այս 11 համարը վերջի համարը։ Այդտենց էլ չէի հասկացել։ Հովհաննես ավետարանի չէ, նորից պիտի մարգարյանա, արդեն ծեր մարդ է սա մեր նման, նորից պիտի մարգարյանա։ Մինչև էլի թարգմանություն կտա, որ այսի սենց է գրված։ Այս մարգարեությունը եւս պիտի հայտնես բազում ժողովուրդների, ազգերի, լեզուների եւ թագավորների։ Ոչ թե դու նորից դու մարգարեություն անես, այլ այս մարգարեությունը պիտի հայտնես, պիտի հասցնես նրանց։ Եվ այս ուսումնասիրությանս մեջ մի բան հասկացա, որ ուզում եմ հիմա ասեմ։ Այս հրեշտակը, որ կանգնած էր մի ոտը ծովի, մի ոտը ցամաքի վրա, սա նշանակում է, որ իր այս ինչ որ գործում է, սա համաշխարհային բան է։ Սա մի նեղ տեղի մի երկրի չի վերաբերում, ամբողջ աշխարհին է վերաբերում։ Եվ այս գրքույկը արդեն բան չէր, պեչատ, հա, կնքված չէր, բաց էր։ Բաց գրքույկը ասեց առ կեր։ Եվ ասում որ կերա բերնից մեջ մեղրի պես էր, եւ հիմա մի քանի համարներ ուզում եմ, որ ասեմ կարաք շուտ գրեք։ Երեմիա 15-16 Կարդում եք, ինչ ա գրած։ Ես քո խոսքերդ գտացի սպես կերա, եւ քո խոսքդ իմ սրտից ցնծություն եւ ուրախություն եղավ։ Եվ այլն։ Հələ հաջորդ համարն էլ։ Ծաղր անողների ժողովքի մեջ չնստա ու չզվարճացա, քո ձեռքիդ պատճառով առանձին նստա, որտեղ քո բարկությունով ինձ լեցուցիր, հաջորդը ինչու իմ ցավս մշտնջնավոր եւ իմ վերքս անդարմանելի է եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ կարդալց եսի։ Սկիզբից ասում որ կերա ցնծություն եղավ, բայց հետո այդ խոսքի համար ինչքան դառնություն ճաշակեց։ Հաջորդը Եզեկիել 3-րդ գլխի 1-ից 3 համարները։ 3-րդ գլխի, նույն Եզեկիելի 3-րդ գլխի։ Եվ ինձ ասեց, որդի մարդու, այդ գտածդ կեր, այդ տոմսը կեր։ Բայ կարդամ վերջացնեմ։ Ու գնա Իսրայելի տանը խոսիր, հետո նոր Եվ իմ բերանս բացի այն տոմսը ինձի կերցրեց, հետո ուրեմն ինչ արա, փորի կերցրու, աղիքներ լեցրու, կերա, բենիս մեջ մեղրի պես անուշ եղավ, շարունակություն արդեն հետո մյուս համարների մեջ կա, որ էլի դառնություն էր։ Սաղմոս 119-ի 103-ն էլ, որչափ քաղցր է քո խոսքդ իմ քիմքիս, մեղրից ավելի անուշ է իմ բերանիս եւ այլն։ Սա ասեմ հիմա ինչի համար, արդեն ջնջի։ Այս գրքույկը, որ ասես կեր, եւ նայեք նույն նրան նման բերանիդ մեջ մեղր կլինի, բայց հետո դառնություն։ Փաստորեն այս գրքույկը Աստծո խոսքն է։ Այս համարների հիման վրա ես հիմա հայտարարում եմ։ Այս հրեշտակի ձեռքի գրքույկը Աստծո խոսքն է։ Ինչ Աստծո խոսք հիմա։ Տեսեք որտեղից եմ ուզում սկսեմ։ Այդ որ 7 փողեր պետք է փչվեին, 7-րդ փողի փչվելու ժամանակ պետք է, ասենք, այս վերջը այս խորհուրդը կատարվեր։ Սա գրված է հայտնության մեջ։ Բայց մեծ էլ առաջի Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխում Պողոսը այս մասին ասում է, որ վերջի փողի փչվելու ժամանակ պիտի ննջեցյալները հարություն առնեն եւ մենք էլ իրանց հետ ամպերով հափշտակվենք օթերի մեջ։ Նույն Պողոս առաջ Կորինթացիների 15 գլխի մեջ
ասում որ վերջի փողը փչվելու ժամանակ ննջեցյալները հարություն պիտի առնեն, մենք էլ որ ողջ ենք մնացել, պիտի փոխվենք եւ միանանք իրանց հետ եւ այլն։ Այսինքն Պողոսը այս փողերի փչվելուն տեղյակ էր։ Ուրեմն ես sense եմ հասկանում։ Հովանես Ավետարանիչը, այդ որ Պատմոս կղզում բաներ աքսորված էր Եվեսի գրեց, ոչ թե իր ծերության ժամանակ էր աքսորված եւ գրեց, այլ հենց երիտասարդ ժամանակ էր աքսորված գրեց։ Այսինքն Պողոսը այս հայտնությունը արդեն կարդաց էր, այս հայտնությունը այս ժամանակ արդեն կար։ Այս հայտնության գիրքը Պողոսի ժամանակ արդեն կար։ Եվ Պողոսը այս գիրքը կարդացել էր, որ այդ վերջի փողի մասին ասում էր։ Կարող ասեք, չէ, ինքը հայտնություն էր ստացել։ Բայց քանի որ ստեր գրած է, ես հավատում այս գրածին, որ Աստված այս գրածով է փոխանցել։ Եվ հիմա հայտարարում եմ, այս որ հրեշտակի ձեռն էր բացված գիրք ասեց արկեր, սա նոր կտակարանն էր, որը Հովանես Առաքյալն էր, մեր բոլորի օրինակն էր, ներկայացուցիչն էր ընդեղ։ Աստված որոշեց մի հատ գիրք, մի հատ ուտելու բան, որ իր եկեղեցու անդամները ուտեն։ Ոչ թե թղթերը ծամեն ուտեն, բոլորս հասկանում ենք։ Մենք ոչ թե գեղարվեստական գրքի նման այս խոսքերը կարդանք, այլ ասենց մենք դրա համար Հիսուսը Աստծո խոսքն էր, չէ՞ մարմին դառած։ Եվ ասեց, ով որ իմ մարմինը ուտի եւ իմ արյունը խմի, Հիսուսը որ ասեց իմ մարմինը ուտի, բնական էս միսի նկատի չուներ։ Ինքը խոսքի նկատի ուներ, որտեղ ինքը խոսքն էր մարմին դառած։ Հովհաննես Ավետարան 6-րդ գլխում որ Հիսուսն ասեց, ով որ իմ մարմինը ուտի, ինքը նկատի ուներ այս գրքույկը, այս նոր կտակարանը։ Նոր կտակարանը մեր հոգևոր կերակուրն է։ Եվ երբ որ մենք ուտում ենք, այսինքն երբ որ այս խոսքերը լսում ենք, մեր համար քաղցր է։ Օրհնություն, փրկություն, հավիտենական կյանք եւ այլն։ Բայց երբ որ ուտելուց հետո հասնում է տեղ, սկսում է մեր հոգևոր պայքարը, մեր մարմնի եւ հոգու պայքարը։ Դրա համար որոշ տեղեր ասի կարդանք, որ ասում է ինչ դառնություն, ինչ դժվարություններ եւ ավետարանչության ժամանակ եւ արդեն ժողովրդի օրինակ քանի ես հավաքի մեջ չէի մեղքեր որ տեսնում եմ այդքան էլ իվրա չէր ազդում բայց երբ որ հավաքի մեջ եմ արդեն որ պապիրոսը դնչին ոմանց տենում եմ վերես ասում այ մարդ ասում ես մարդը չի հասկանում ես ինչ անում հասկանում եք իմ համար արդեն ծանր է մեղքը ես ինչ որ ասում իմ համար հավատում նաեւ ձեր համար մեր համար արդեն այս աշխարհի կյանքը զզվելի է եւ մեր ներսում դառնություն կա բայց մեր բերանի մեջ քաղցրություն այսինքն այս խոսքը մեզ քաղցրություն է տալի վերջը այս հայտարարությունից հասկացաք սա նոր կտակարանն է եւ այս վերջի բառերը արդեն արդարացում է որ ասում է այս մարգարեությունը պիտի հասցնես հա հայտնես բազում ժողովրդի ազգերի լեզուների թագավորների այսինքն ավետարանը պիտի հասնի եւ տենց էլ եղավ ավետարանը հասավ այսինքն Քրիստոսի գործը իրականանում է այս միջոցով այս մարգարեության խոսքերը հասավ բոլոր ազգերին բոլոր ցեղերին բոլոր լեզուներին բոլոր թագավորներին եւ սա հիմա մի բան էլ ասեմ ուրեմն այս ընդհանրապես նոր կտակարանը որ գրվել է սրանց 2000 տարի առաջ դե մոտավորապես թողնի 1800 քանի տարի առաջ վերջը 1900-ներուց այն ժամանակվա հոգևորները որ կարդացել են սա իրանց համար եղել է գալիք իսկ գալիքը դժվար է հասկանալ իսկ այն որ արդեն անցել է հեշտ է հասկանալ Սուրբ գրային օրինակ բերեմ Իսրայելը երբ որ Բաբելոն գերության գնաց մինչև գերության գնալը Երեմիայի մարգարեի ժամանակ հիշում եք Երեմիան ասում էր որ պետք է գնաք նրանք ասում էին չէ հեսա շուտով մի հատ սեմեյեր անում են որ մարգարե անում էր հեսա 2 տարին չլրացած Բաբելոնի թագավորը արդեն ընկնելու է մեր գերիները հետ են գալու եւ այլն բայց Երեմիան ասում էր չէ մենք էլ պետք է գնանք Եվ Երեմիային ուզում էին սպանեին, ես ինչ հակառակ բաներ ես ասում։
Բայց Բաբելոնյան գերության վերջում, որ արդեն գերությունից գային, Դանիելը առանձին, Եզրասը առանձին, Նեհեմյան առանձին, աղոտ կարեցին եւ աղոթքի մեջ այսպիսի բան ասեցին։ Կարող է բառերը տոշնի չասեմ, բայց մոտավոր։ Ամոթ մեր հայրերի մեղքի պատճառով էս եղավ, ինչպես այսօր տեսնում ենք, կամ ինչպես այսօր կերևն, այս բառերն ուզում ասեի։ Այսինքն, գերությունից առաջ այս բառերը չէին կարող ասել, որովհետև չէր երևում, չգիտեին, բայց գերությունից հետո արդեն տեսնում էին, ասում էին, ինչպես այսօր տեսնում ենք, Տեր Աստված դու ճիշտ դուրս եկար։ Դու ճիշտ էիր։ Հիմա առաջին դարի քրիստոնյաների եւ հիմիկվա քրիստոնյաների մեջ մի տարբերություն կա։ Ես իրանցից լավը չեմ, մենք իրանցից լավը չենք։ Բայց մի բաներ կա, որ իրանց համար գալիք էր, մեր համար անցյալը, բաներ կա, այսօր մենք տեսնում ենք։ Հասկացաք։ Ես որ ես հայտարարությունն անում եմ, որովհետև տեսնում եմ։ Ես մի մեծ իմաստուն չեմ, հենա նորիկ եղբայրն եկավ, իրանից եմ լսել, ասում է, պարավ իմաստուն չի, գլխովն է եկե։ Հասկանում եք, այն ինչ որ արդեն անցյալում է եղել, պատմությունից տեսնում ենք եւ արդեն հասկանում ենք, այս բառերը Աստված որ ասեց, այսի նկատի ուներ։ Երկրում առաջի դարի հոգևորները կարող է այսի սեր չկարողանային բացատրել։ Չկարողանային ոչ թե նրա համար, որ իրանք մեզից վատն էին, այլ իրանց համար գալիք էր։ Բայց մենք այսօր կարում ենք, որովհետև մեր համար արդեն սա կատարված է։ Մեր աչքերը տեսնում են, որ այս գրքույկը հասավ բոլոր ցեղերին, ազգերին, լեզուներին եւ այս մարգարեությունը հասավ բոլորին։ Եվ որ հասավ, արդեն ով կերավ, նրա բերանը քաղցրացավ, ով չկերավ, ինչ ասեմ։ Եթե բան ունեք եղբայրներ, ծառայողներ, ասելու ամեցեք։ Եթե չկա, անցնենք առաջ։ Եվ ինձի մի եղեք, արդեն 11 գլուխն եմ կարդում, մի եղեք տրվեց գավազանի պես, եւ հրեշտակը կանգնել էր ու կասեր. Ելիր ու չափիր Աստծո տաճարն ու սեղանը եւ նրա մեջ երկրպագություն անողները։ Այդ որ ասի ուրիշ թարգմանություններ, մի թարգմանության մեջ այստեղ ասում է չափիր Աստծո տաճարն ու սեղանը եւ հաշվիր նրա մեջի երկրպագողներին։ Այսինքն երկրպագողներին ոչ թե չափի, այլ նրանց հաշվի։ Տաճարն ու սեղանը չափի, երկրպագողներին հաշվի։ Նենց որ մենք հաշվի մեջ ենք, կամ մեջ չենք։ Լավ, շարունակենք։ Բայց Գավիթը, որ տաճարից դուրս է, թող եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրված։ Ու նրանք սուրբ քաղաքը պիտի կողքրտեն 42 ամիս։ Ես իմ երկու վկաներից զորություն պիտի տամ եւ նրանք քուրձ հակած 1260 օր մարգարեություն պիտի անեն։ Սրանք այն երկու ձիթեններն ու երկու աշտարակներն, որոնք երկրի տերոջ առջև կկենան։ Եվ եթե մեկ ուզի նրանց վնասել, նրանց բերաններից կրակ պիտի ելնի իրենց թշնամիներին ուտի։ Եթե մեկ ուզի նրանց վնասել, պիտի սպանվի։ Սրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսզի իրենց մարգարեության օրերը անձրև չգա, ու ջուրերի վրա իշխանություն ունեն նրանց արյուն դարձնելու եւ ամեն կերպ պատոհասներով երկիրը զարկելու, քանի անգամ որ ուզեն։ Երբ իրենց վկայությունը կատարեն, այն ժամանակ անդունդից ելող գազանը նրանց հետ պատերազմ պիտի անի, նրանց պիտի հաղթի ու պիտի սպանի նրանց, եւ նրանց դիակները ընկած պիտի մնան այն մեծ քաղաքի հրապարակի մեջ, որ հոգեորապես կկոչվի Սոդոմ ու Եգիպտոս, ուր մեր Տերն էլ խաչվեցավ։ Եվ ժողովուրդներն ու ցեղերը եւ լեզուներն ու ազգերը պիտի տեսնեն նրանց դիակները 3.5 օր ու պիտի չթողեն, որ նրանց դիակները գերեզմանների մեջ թաղեն։ Նրանք, որ երկրի վրա կբնակվեն, պիտի ուրախանան ու խնդան, նրանց վրա մինչև անգամ իրար ու ընծաներ պիտի ուղարկեն, որտեղ այս երկու մարգարեները երկրի բնակիչներին չարչարեցին։ Եվ 3.5 օրից հետո Աստծուց կենթանության հոգի մտավ նրանց մեջ ու իրենց ոտքերի վրա կանգնեցան, եւ նրանց տեսնողների վրա մեծ վախ ընկավ, երկնքից մեծ ձայն լսեցի, որ կասեր նրանց. «Վեր ելեք, այստեղ եկեք»։ Եվ նրանք ամպով երկինք բարձրացան։ Ու նրանց թշնամիներն նրանց տեսան, նույն ժամուն մեծ երկրաշարժ եղավ ու քաղաքի 10-րդ մասը կործանվեցավ, 7000 մարդիկ մեռան ու մնացածները վախով լեցվեցան ու փառք տվին երկնքի Աստծուն։ Երկրորդ վայը անցավ, երրորդ վայը շուտով պիտի գա։ Երկրորդ վայը 9-րդ գլխից սկսել էր, մինչև հիմա շարունակում էր։
Ես ում այս վերջից գնամ առաջ։ Որ ասում է երկրաշարժ եղավ, քաղաքի 10-րդ մասը կործանվեց, 7000 մարդիկ մեռան, իսկ մնացածները վախով լեցվեցան ու փարթվեցին երկնքի Աստծուն։ Ես հավատում եմ, այս բոլորի նպատակն էր, որ այս վերջի բանը կատարվեր։ Մարդիկ վախով լցվեին եւ Աստծուն փարթային։ Ճիշտ է 7000 հոգի մեռան, բայց այն մնացածը հիմա չգիտեմ ապաշխարել բառը ստեղասեմ թե չէ, բայց ոնց գրված եկեք նեցել ընդունենք։ Նորից ուզում եմ կրկնեմ, Աստծու նպատակն է մարդկանց փրկելը։ Աստծու նպատակն է մարդկանց բերել ապաշխարության։ Ինչ կերպով կլինի, ցավացնելով կլինի, ինչ կլինի։ Նույնիսկ կարող է կողի մարդը որ խանգարում նրան մերցնի, որ այս մարդիկ ապաշխարեն։ Հիշում եք Պողոս առաքյալ իր գործունեությունը որ նոր սկսում էր, այն փոխանորդ բդեշխին, որ ավետարանում էին, այն մի հատ բարե Եսու կար, որ խանգարում էր Եղիմիաս մոգը։ Նրան կուրացրեց, որ այս մարդը ապաշխարի։ Հենց որ Աստված կարող է ոմանց մի բան անի, պատիժ տա, որ ոմանք ապաշխարեն։ Ասում այս ամբողջ գլուխը նրա համար է, որ այս վերջի բանը, որ երկնքի Աստծուն փարթն դարձի գան։ Բայց մի քանի բան ասենք սրա մասին։ Բնականորեն շատերի հետաքրքրությունն է սա թե այս երկու վկաները ովքեր են։ Ուրեմն Զաքարիայի մարգարեության մեջ 4-րդ գլուխ 11-ից 14 համարները եւ ես պատասխանտում եմ նրան աշտանակի աջ կողմը նրա ձախ կողմը եղող այս երկու ձիթենները ինչ են։ Շարունակի։ Երկրորդ անգամ պատասխան տվի նրան ասացի երկու ոսկի խողովակների միջոցով յուղերից թափողը ձիթենի ոսկերը ինչ են հիմա էլի շարունակի եւ ինձ խոստավ ասեց սրանց ինչ էլ չգիտես վերջը 14 համարը հասի ու ասեց նրանք երկու օծյալներն են որոնք բոլոր երկրի տիրոջ առջև կկանգնեն ստեղը նույն միտն ասում չէ որ ասում է սրանք 4-րդ համարը այն երկու ձիթերներն ու երկու աշտանակներն որոնք երկրի տիրոջ առջև կկենան օծյալ կամ օծություն ուրեմն բացի իմ կարծիքից ես նաև այն գրքերը որ ուսումնասիրել եմ սրա համար 5 կտակարանում երկու տեսակի օծություն կար մեկ թագավորներին էին օծում մեկ քահանաներին էին օծում ուրիշ ոչ մի պաշտոն տենց չէր օծում օծում էր թագավոր եւ քահանա այսինքն կա թագավորական օծություն եւ քահանայական օծություն այս երկու օծությունները ես հավատում սա պարզապես ես կարծիք եմ ասում կարաք դուք այլ բան մտածեք այդ երկու օծություններն են օծյալ չնշանակում մի անձ ասենք որ թագավոր են օծել հենց մի թագավոր չեն օծել տարբեր ժամանակներում տարբեր թագավոր են օծել որ քահանա են օծել հենց մի քահանա չեն օծել տարբեր քահանաներ են օծել այսօր ասենք ես որ խոսում եմ ես միշտ այնտեղ կանած խնդրում Տեր Աստված օծիր խոսքը հիմա լովախբերը խոսի լովախբոր խոսքը կոծվի մյուս եղբայրները հասկանում եք այսինքն օծյալը մի մարդ չի բայց այդ օծությունը նույն օծությունն է թագավորի օծությունը տարբեր որ թագավորի վրա գա այդ օծությունը թագավորը կլինի օծյալ քահանայի օծությունը որ քահանայի վրա գա այդ օծությունը նա կլինի օծյալ հիմա ես հասկանում եմ որ սա ոչ թե մի մարդու այդ երկու մարդու մասին է որովհետև Աստված ինչ որ անում է ամբողջ երկրի ժողովրդի համար անում ոչ թե օրինակ երկու հոգին ամենաշատը ինչքան քանի հազար մարդ հավաքվեն որ խոսեն բայց երկու հոգին չեն կարող 8 միլիարդ մարդուն խոսեն բայց եթե այս օծությունները համարենք այս օծությունները պիտի գան հոգևորների վրա սա ես համարում եմ կամ հավատում եմ վերջի ժամանակի արթնությունն ալնելու եկեղեցին կամ քրիստոնյաները այս օծությամբ պիտի գործեն այս երկու օծությունները պիտի քրիստոնյաների միջոցով արդեն գործեն ամբողջ աշխարհի մասշտաբով պիտի այս օծություն լինի բայց այս մեռնելը կարծում եմ պիտի լինի ընդհանրապես Երուսաղեմում այդ երկու կամ մի քանի հոգի ասենք Երուսաղեմի օծյալներին պիտի սպանի են Գազանը այդ Գազանի մասին մենք հետո կկարդանք 13 գլխում Պաստորեն Ստեղ այս գլուխներն այս բաները որ ասում է սրանցից որոշները ոչ թե այս վերջի օրերում պիտի կատարվեն այլ ընթացքում ուրեմն ես հավատում եմ որ սա վերջի օրերի արթնության մասին է
օծությամբ մեծ վկայություն առնելու եւ մեծ բաներ առնելու։ Եվ այս մարդիկ, տեսեք ինչ օծություն են ունենալու։ Նրանց բերնից, հա, բերաններից կրակ պետք է լինի։ Նմանա Եղիայի օրերին։ Եղիայի օծությունը կա ստեղ։ Կրակ։ Պետք է երկինքը փակեն, անձրև չկա։ Եղիային արեց, ջրերը պետք է արյուն դարձնեն։ Մովսեսը արեց, ուզում ասեմ, այս օծությունները արդեն գործել են, արդեն կան։ Մարդկանց համար սա նորություն չի, կա։ Պարզապես այս պահին հիմա եկեղեցին այն արթնությունը չունի, որ սրանք երևա։ Բայց այս վերջի օրերին այս արթնությունը պիտի լինի։ Եկեղեցու միջոցով այս օծությունները պիտի գան։ Այս բաները պիտի լինեն։ Եվ սրանք, այո, պիտի շարժեն մարդկանց, չարչարեն մարդկանց։ Նույնիսկ վերջում էլ 7000 հոգի մեռնեն, բայց մնացածը փարտանացուն։ Մեծ արթնություն լինի։ Հենց սրա շարունակությունը 7-րդ հրեշտակի փողը հնչելն, այսինքն մինչև 7-րդ հրեշտակի փողը հնչելը, այսինքն մի հատ մեծ արթնություն է լինելու, ամբողջ աշխարհով մեկ։ Հիմա ոչ թե Մովսեսն ու Եղիան են, այլ Մովսեսի եւ Եղիայի օծությունն է գալու քրիստոնյաների վրա։ Պարտադիր չէ Մովսես Եղիա մարդիկ, ոնց որ Հովհաննես Մկրտիչը միտեղ գրված է, որ նա Եղիան է, չէ, բայց ուրիշներ գրված է, որ Եղիայի զորությամբ եւ օծությամբ։ Այսինքն Եղիան չի, այլ Եղիայի օծությունն է այս մարդու միջոցով։ Հիմա մենք Մովսեսը չենք, բայց Մովսեսի օծությունն առնելու։ Եղիան չենք, բայց Եղիայի օծությունն առնելու։ Եթե բանն եք ասելու սրա վերաբերալ, համեցեք։ Ուրեմն նորից եմ ասում, ես իմ կարծիքն է, կարակ ընդունը կարակ չէ, սա խոսում է վերջի օրերի արթնության մասին։ Եվ ստե մի միտք էլ ասեմ, երեք ընդեղ հարց եղավ, ստե հարց չեղավ, բայց այն հարցը ասեմ։ Ես, որ ասում է 42 ամիս պետք է կող կրտեն Սուրբ քաղաքը։ Հիմա Երուսաղեմը նա կող կրտում են էլի մուսուլմանները, բաները եւ այլն։ Բայց ես կարծում եմ այն գազանը, որ պիտի հելնի, ստե գրած է, չէ, գազանը պիտի հաղթի։ Այդ գազանը, դե հասկանում եք, գազանը արդեն սատանայի ներկայացուցիչն է, որը պիտի հավաքի իր հետ իր նմաններին, այն նրանք այս վերջի օրերին պիտի Երուսաղեմը կող կրտեն։ Այն նրանք պիտի գան Երուսաղեմում սպանեն օծյալներին։ Բայց երրորդ օրը հարություն պիտի առնեն այդ օծյալները։ Սա մեռելների վերջի հարությունը չի, սա 7-րդ փողից առաջ է, ոչ թե հետո։ Բայց սա մեծ հրաշք է, մեծ բան է, որը պիտի ստիպի շատերին խոնարհվել Աստծո առջև։ Եվ ասում եմ, որ պիտի տեսնեն եւ վախենան, զարմանան եւ այլն։ Դե հիմա 11 գլխի 15 համարից շարունակենք։ 7-րդ հրեշտակը փողը հնչեցրեց ու երկնքի մեջ մեծ ձայն եղավ, երկնքի մեջ մեծ ձայներ եղան, որ կասեին. աշխարհի թագավորությունները մեր Տերոջը ու իր օծյալինը եղան եւ ինքը պիտի թագավորը Հավիտյանս Հավիտենից։ Եվ 24 երեսները, որոնք իրենց աթոռների վրա նստած էին, Աստծո առջև իրենց երեսների վրա ընկան եւ Աստծուն երկրպագություն արին ասելով. Քեզի գոհություն կմատուցանենք ամենակալ Տեր Աստված, որ ես եւ որ էիր, եւ որ քո մեծ զորությունը տարար ու թագավորեցիր։ Եվ ազգերը բայկացան, որտեղ եկավ քո բայկանալու ժամանակը, երբ պիտի դատես մեռելները, պիտի վարձատրես քո ծառաներին, մարգարեներին, սուրբերիդ եւ քո անունից վախեցողներին, մեծերին ու պստիկներին եւ պիտի ապականես երկիր ապականողներին։ Եվ երկնքի մեջ Աստծո տաճարը բացվեցավ, եւ նրա ուխտի տապանակը իր տաճարի մեջ երևցավ ու եղան փայլակներ ու ձայներ եւ որոտումներ ու երկրաշարժ եւ խոշոր կարկուտ։ 7-րդ հրեշտակը փողը հնչեցրեց։ Եվ մենք արդեն ուրիշ տեղերից դիտենք վերջի հրեշտակի փողը հնչելուց, որ այնտեղ ասում է եկեղեցին, ասենք դե հափշտակվի ինչ պիտի լինի մեռելներ հարություն։ Բայց ես ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն նայենք։ Ըստ որ կարդացինք մի հատ մեռելների հարություն, եկեղեցու հափշտակություն չկար։ Այսօր քիչ առաջ են օրինակ որ բերեցի, որ 20 օր հետո պետք է եթաս բան, սամալյոտով եթաս։ Այդ վերջի օրը քո
գործունեությունը ինչ է, էլի, տարբերվում է։ Բերեք այդ Սամալյոտի ինքնաթիռի օրինակը չասեմ, ասեմ հետևյալը։ Տեսել եք, որ մի մարդ իր տղին հարսանիք է անում։ Շատ, Աստվածնա միշտ տենակ։ Նոյերի նման ասում է, մինչև վերջ օրը պետք է այդ հարսանիքներ լինեն։ Հիմա պայմանավորված այսինչ օրը հարսանիք, հիմա այդ օրը առավոտը լույսը բացվել է, որ այդ օրը հարսանիքը պետք է լինի։ Որ լույսը բացվեց, միանգամից հարսանիքը չի։ Այլ առավոտը Փեսայի տանը արդեն Երուզեր, գործունեություն եւ բոլոր գործունեությունները ուղղված է այդ մի նպատակին, չէ՞։ Շորերը փոխել, հագնել։ Իմ տղա Դավիթի հարսանիքի առավոտը մեր տանը 5 լեզու էր, sense հնչում օդի մեջ, վրացեր են, ասետիներ են եւ այլ։ Հիմա պատրաստվում են, որ գնան հարսին բերեն։ Ես հավատում այսի նշանակում է, որ Փեսայի տանը այս բանն եղավ։ Սա երկնքում, չէ՞։ Եվ Հիսուսն ընդեղ է։ Փեսայի տանը սա եղավ, հայտարարվեց թագավորությունը, այսինքն Քրիստոսի թագավորությունը արդեն սկսվեց։ Դե դրա համար այս խորհուրդը կա, Փեսային այդ իր հարսանիքի օրը ասում են թագավոր։ Հիմա դե բնական է, հարսի տաննել են պատրաստվում։ Հարսի տաննել պատրաստում են եւ օրվա չգիտեմ որ ժամին, որ ասում չգիտեմ, ամեն մի ամուսնություն իրանց ժամն են պայմանավորում, Փեսան մեծ հանդեսով գալիս է հարսին իր տնից տանում է։ Երբ որ եկավ հարսին տանելու, այդ պահին է դառնում Փեսայի եւ հարսի հանդիպումը կամ միացումը, իրար ձեռ բռնելը։ Ուզում ասեմ, հենց օրվա առավոտը չի, այլ ինչ որ պատրաստություն կա, որից հետո նոր գալիս են Փեսան ու հարսը միանում են իրար։ Ես հավատում եմ, որ այստեղից սկսում է արդեն սա Փեսայի տան գործունեությունն է, իմ ուսումնասիրությունով, իմ կարծիքով այդ հափշտակությունը ըլնում է գրված է 14 գլխում։ Մենք լեսի 11 գլուխն ենք։ 14 գլխում նոր գրված է այդ մեր հափշտակությունը։ Մեր Փեսային հանդիպելը։ Բայց նույն օրն է։ Այսինքն շատ չի ուշանալու էլի, որ 7-րդ փողը ընչես չի նշանակում էլի ժամանակներ պիտի անցնեն։ Չէ, պարզապես թե գրած է Փեսայի տանը ինչ ալնելու, ընթացքում բաներ կա գրած նախկինում ինչեր են եղել, որ պիտի բերի ինչ-որ կետի հասցնի, ու 14 գլխում նոր, իմ կարծիքն եմ, նորից եմ ասում, իմ կարծիքով 14 գլխում է գրված, որ հարսը պիտի երկրից վերցվի։ Բայց այսօր չենք հասցնել 14 գլխին։ Կարծում եք ինչ հերթականությամբ, որ դրանք գրել է, հենց այդ հերթականությամբ ժամանակագրական առումով հենց այդպես է հերթականությամբ լինելու։ Չէ, ժամանակագրության առումով հենց այն 7-րդ գլխին ասացի, որ 7-րդ գլխի գրվածները այս ժամանակի մեջ չեն։ Ասենք մի բանի մասին որ պիտի խոսվի, մի հատ դրա պատմությունը սկսում է, նոր վերում է այստեղ։ Այո, ժամանակագրական առումով հետո առաջ կա։ Շատ սովորական, ասենք, ես առաջի սկզբից ասել եմ, 7-րդ գլխի ժամանակ ասել եմ, ասենք հիմա ես մեկի մասին պատմում եմ, մեկի մասին չեմ, մի հատ պատմություն եմ պատմում։ Հիմա այդ պատմության մեջ մեկի անունը պետք է տամ, որպեսզի հայտնի լինի այդ մեկը ով է, մի հատ այդ մարդուն ներկայացնում, թե ինքը, ասենք, օրինակ իմ դասընկերն է, օրինակ եմ ասում, այսինքն ես այդում եմ 50 տարի առաջ։ Այս մարդու մասին ինչ որ բաներ եմ ասում, որ դուք հասկանաք, հիմա այդ մարդու խոսքը ինչքանով արժեքավոր է իմ համար։ Այսինքն եթե այս մարդու պատմություն չներկայացնեմ, ձեր համար հայտնի չի լինի, այս մարդը ինչ գործ ունի այստեղ, կամ այն մարդու խոսքը ես ինչի լսեցի, բայց որ ներկայացնում են մարդուն, նոր արդեն ավելի պարզալու։ Սենց էլ ինչ որ բան պետք է ներկայացվի, որպեսզի հասկանալի լինի, մի հատ այդում սկզբից ինչ որ բաները բացատրեմ, որ գա, այսի մենք հասկանանք։ Հենց որ այդ իմաստով մենակ հայտնությունը, ամբողջ Աստվածաշունչը տենց է։ Երբեք մի գծով չի։